Ռուսաստանցիների շուրջ 38%-ն աջակցում է կոռուպցիայի դեմ երկրում տեղի ունեցող ցույցերը։ Լևադա կենտրոնի ուսումնասիրության այսօր հրապարակված արդյունքների համաձայն հարցվածների 35%-ը կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակն է մարդկանց ստիպել դուրս գալ ցույցերի։ 24%-ն էլ համարում է, որ բողոքի ակցիաներին մասնակցելու համար մարդկանց պարզապես վճարել են։ Ընդ որում ռուսաստանցիների 38%-ն ասել է, որ կամ դիտել է վարչապետ Մեդվեդևին կոռուպցիայի մեջ մեղադրող Նավալնիի աղմկահարույց ֆիլմը, կամ լսել է դրա մասին։ Հարցվածների 16%-ը համարում է, որ ֆիլմում ներկայացված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում, մինչդեռ գերակշիռ մասի կարծիքով դրանում ներկայացված տեղեկությունները կամ ճշմարիտ են, կամ առնվազն մոտ են ճշմարտությանը։ И вы убедитесь, что это один из самых богатых людей страны и один из самых коррумпированных чиновников. Մարտի 26-ին Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում, այդ թվում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի էին ունեցել կոռուպցիայի դեմ բողոքի բազմամարդ ակցիաներ, որոնք կազմակերպել էր ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին։ Ավելի վաղ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Նավալնին համացանցում նա ձեզ համար Ձիմոնե չէ խորագրով ֆիլմ էր տեղադրել, որում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին կոռուպցիոն հանցագործությունների մասին բազմաթիվ փաստեր էր ներկայացված։ Ըստ այդ ֆիլմի Ռուսաստանի վարչապետին են պատկանում առանձնատներ ու խաղողի այգիներ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։ Ընդ որում բողոքողներին զայրացրել էին ոչ միայն ֆիլմում հնչող մեղադրանքները, այլ իշխանությունների կողմից արձագանքի բացակայությունը նաև։ Ինքը Դմիտրի Մեդվեդևը միայն 2 օր առաջ է մեկնաբանել իրեն հասցեագրված մեղադրանքները։ Берут там всякую разную муть, чушь всякую собирают, значит, про там Ֆիլմում ներկայացված տեղեկությունները անհեթեթություն են, ինչ-որ կոմպոտ, այն նկարահանելու համար հսկայական գումարներ են ծախսվել, եւ այդ գումարները ժողովուրդը չի հավաքել, այլ ինչ-ինչ հետաքրքրություններ ունեցող անձնավորություններ։ Собирают какие-то бумажки, фотографии. Մինչ ռուսաստանցիները համապատասխան կառույցներից պահանջում էին ուսումնասիրել հրապարակված մեղադրանքները, Պետդումայի խոսնակ Վիաչեսլավ Վալոդինը երեկ հայտարարել է, թե դեմ է Նավալնիի ֆիլմում ներկայացված տեղեկությունները ստուգելու կոմունիստների առաջարկին։ Վալոդինի խոսքով պետք չէ աջակցել Նավալնիին, ով սուտ տեղեկություն է տարածում։ Երեկ Լևադա կենտրոնը հրապարակել է նաև Մեդվեդևի վարկանիշի վերաբերյալ վերջին հարցման արդյունքները, որի համաձայն վերջին ամսում այն 10%-ով նվազել է։ Հարցումն անց է կացվել մարտի 31-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Նավալնիի ֆիլմը համացանցում հայտնվել էր մարտի 2-ին, այսինքն Մեդվեդևի վարկանիշի վրա ֆիլմը, որը դիտել է շուրջ 17 միլիոն մարդ, ակնհայտորեն ազդեցություն է ունեցել։ Այսօր Մեդվեդևի գործունեությունը դրական է գնահատում հարցված ռուսաստանցիների 42%-ը, մինչդեռ փետրվարին նրան աջակցում էին ռուսաստանցիների շուրջ 52%-ը։ Նման համամասնություն է նկատվում նաև չաջակցողների պարագայում։ Մեդվեդևին այսօր չի աջակցում ռուսաստանցիների 57%-ը։ Այս ցուցանիշը փետրվարի համեմատ նույնպես 10%-ով աճել է։ Լևադա կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն Պետդումայի գործունեությունն այսօր աջակցում է ռուսաստանցիների միայն 38%-ը։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ կառավարության ղեկավարի եւ Պետդումայի վարկանիշները բավականին նվազել են, երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը մնում է բարձր։ Այսօր ըստ Լևադայի նրան աջակցում է ռուսաստանցիների շուրջ 82%-ը։